Զուռնադհոլի ձայնին կարոտ են վարդենիքցիները, տարվա մեջ 1-2 անգամ ուրախության ձայներ լսվեն, թե չէ։ Գյուղում մի ջահել չի մնացել, ճոխ հարսանի քանի հարևանների դեմքին շպիտ բերի։ Չկա հարսանի չկա, մենք կարոտել ենք հարսանի գենի մուզիկան, թողին լսինք, կարոտենք, թաղում, մինակ էստա թաղում, ներկանանք, թաղենք, կանք, զո։ 30-նանց տասնյակ տղաներ արտագնա աշխատանքի են, չեն էլ մտածում, գան մի պարկեշտ աղջիկ գտնեն, ամուսնանան երեխա ունենան, դժգոհում են ծնողները, օր ու գիշեր խրատ են կարդում զավակների գլխներին։ Մեծերն արդեն մնան, դառնան բծախնդիր, աղջին ելակ դառնա, տղեն ալակ դառնա։ 72-ամյա Հեղինե տատն ու 80-ամյա Սարիբեկ պապը այս մեծ տան մեջ միայնակ են ապրում, իրենց բախտավոր են համարում։ 5 երեխաներին բարեհաջող ամուսնացրել են, 12 թոռ, 14 ծոռ ունեն։ Հիմա իրենց դարդը գյուղի չամուսնացած տղաներն են, դպրոցը դեռ չավարտած, արդեն զբաղված են սակավաթիվ աղջիկների սրտերը, ում սիրեն իրենց գյուղի տղաները։ Իմի եթաց դպրոցական 10 ավարտի չկարաս ուզես։ Քանի որ մեն արդեն տեղավորուկ են։ Մկոր խարսերեր, խորոտ վերցեր, դներ, տաներ, բերեր, Տիկին Ալի տանել է հարևանների տան համար հարց փնտրում։ Թովմասյանների 32 եւ 35-ամյա որդիները Ռուսաստանում են աշխատում, լավ փող վաստակում, բայց ամուսնանալու միտք չունեն։ Գնացել են ու գնացել են։ Ուր են գնացել։ Մոսկվայի են ապրում, 1000 գլխով էստես լավ։ Հիմնական գնացել են, մնացել են, ստեղ տեղ չտվեցի։ Կրթված տղաները կրթված աղջիկների են փնտրում, նրանք էլ քաղաքն են նախընտրում։ Երկու քարի արանքում են ջահելները։ Հիմա իմ տղեն ի վիճակի չէ ֆիզիկական աշխատանք կատարելու։ Ինքը չի կարող այդ ֆիզիկան, ինքը իմ հողամասում չի կարողանում այդ ֆիզիկական աշխատանքը անել։ Ֆիզիկապես ի վիճակի չէ, ոչ թե չի ուզում, այլ ֆիզիկապես չի կարող։ Իմ երեխեն իր երեխուն գյուղում ոնց կպահի։ Գյուղում ապագա չկա, ասում են չամուսնացած երիտասարդները, երբ ծնողներն ամուսնանալու մասին խոսակցություն են բացում։ Մամաս ասում էր, եթե մեր գյուղն քաղաքին մոտիկ եղին, մեր շներն էլ ֆերսերին կհաչին։ Աղջիկներն էլ են խստապահանջ դարձել, բողոքում է Հեղինե տատը։ Հիմի գյուղին էլ քաղաքագուզա։ Տղի հետ պայմանավորվի, քաղաք տարար, կամուսնանամ, չէ, առանձին ապրանք կամուսնանամ։ Մի աղջիկներ լսաղնել կարաչարկեն, տղեկներն էլ արդեն վախենան։ Եթե Վարդենիկում աշխատատեղ լիներ, տղաներն օտարության մեջ գործ չէին փնտրի, աչքները շատ բան չէր տեսնի, սրտները շատ բան չէր ուզի, հեշտ կլիներ կարգել նրանց, համոզված են գյուղում։ Շատերը մտածում են ամուսնանամ, ամուսնական հոգսեր, ֆլանֆստան, իսկ ոմանք էլ ասում են, դե հենա ապրում եմ էլի ինձ համար մի կյանք հատված, ես իմ կյանքը ոնց կուզեմ ինձ կապրեմ, բայց բնականաբար գյուղական վայրի ջահելությունը տես չի մտածում։ Մտածում են մանավանդ ծնողները, վայ, բալաջան, բա դու երբ հակարգվիս, քո համար մի հատ աղջիկ չգթինք, վայ քսա։ Պապա այնտեղից գզանգա Ռուսաստանից, պապա մի հատ աղջիկ ճարա կամ տենամ։ Երբեմն իրենց տան համար հարմար հարս գտնում են, բայց պարզվում է աղջիկներն ուզում են, որ իրենց հետևից ասպետները գան, ոչ թե նրանց ծնողները։ Մեծերը չեն հասկանում այս նոր դրվածքը, հիմա կյանքը հեշտ է իրենց հարսնության տարիների համեմատ, ինչ են ուզում աղջիկները։ Այնախտ տուներ, մեծեր, տավարեր, անասուներ, մեն ինչ կինին, իսկ մկավա ջայլ չինը։ Մակալվար մեքենաներ, տնկալվածքի մեքենաներ, կոշիններ ուրանց կլեցան մեջեն գլվանք խանեն, լա գոքնին։ Սուսուփուս հարսնության տարիներն անցել են, առաջին իսկ դժգոհության դեպքում ամուսնալուծվում են զույգերը, սրտնեղում են Վարդենիկում։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով այս տարվա առաջին կիսամյակում 5199 ամուսնություն է գրանցվել, նախորդ տարի նույն ժամանակահատվածի համեմատ 1125-ով պակաս։ Մինչդեռ ամուսնալուծություններն ավելացել են, կես տարում 1000 ամուսնության դիմաց 382 ամուսնալուծություն է եղել, նախորդ կես տարվա 290-ի փոխարեն։ Աննա Գյուրնազարյան, Արաքել Օհանյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։